Պարոն Գաբրիելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ բլից հարցեր, որոնք կխնդրեմ ավելի արագ արձագանքել։ Ձեր կարծիքով ՔՊ-ի ամենամեծ հաջողությունը ո՞րն է։ ՔՊ-ի ամենամեծ հաջողությունը ըստ էության, որ ՔՊ-ն կարողացել է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել այն, ինչ որ մեծամասնությանը թվացել է անհնարին, այն է իրագործել ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։ ՔՊ-ի ամենամեծ ձախողումը ո՞րն եք համարում։ ՔՊ-ի ամենամեծ ձախողումը, վայ, այդ տենց միակ չի լինելու, բայց ես ավելի շատ տենց ինստիտուցիոնալ առումով ասեմ, ամենամեծ ձախողումը մեր այս պատմությամբ ենթադրում եմ նաև, որ մենք մինչև այս պահը ի վերջո չեն կարողացել պետական ինստիտուտները դնել այն պատշաճ հիմքերի վրա, որ իրենք աշխատեն հենց որպես ինստիտուտ մեխանիկական առումով, իսկ լավագույն ինստիտուտները դրանք են, որոնք որ հենց աշխատում են որպես ինստիտուտ բովանդակային առումով։ Այժմ եղած ժամանակ որ օրենքին եք ամենադժվարը քվեարկել, կհիշեք։ Հայկ Սարգսյանի հայտնի գումարով ազատվելու բանակից ազատվելու, անգամ եթե չեմ հիշում, հանձնաժողովի նիստին դեմ եմ քվեարկել դրան, բայց այնուամենայնիվ այդ նախագծի սկզբանե տենց անդրամաբանական եւ անհիմն եմ համարել։ Ձեր կյանքի կարգախոսը մեկ բառով։ Այդ երևի ամենադժվար հարցն է իրականում։ Տենց որպես այդպեսին կյանքի կարգախոս չունեմ, ես ունեմ սենց ասեմ իմ հայրն է ինձ ասել էլի, տենց իմ համար այդ միշտ ոնց որ չափորոշիչ ա եղել, ինձ ասել է կյանքում տենց տեղ մի հատ չելնեմ, չլսեմ, որ մեկը քեզ հիմնավոր վիրավորում է կամ միտեղ գլուխդ կախել ես։ Տենց որպես սկզբունք կարանք դա ասենք, բայց երևի տենց հիմնականում այդ բանն է եղել։ Ինչ երաժշտություն եք լսում աշխատելու ընթացքում։ Տարբեր, կարող է զարմանալ, բայց կարա լինի տենց hard rock-ից մինչև դասական հին երաժշտություն, տենց իրավիճակը գիտի, կարևորը գեղեցիկ։ Որ հարցում երբեք կոմպրոմիսի չեք գնում։ Չեմ կարծում, որ ներկայումս տենց հարց կա, որտեղ այնուամենայնիվ եթե մի 10 տարի այդ հարցը տա, կարող է հստակ մի քանի հատ բան ասել։ Հիմա դժվարանում եմ մի քիչ ասեմ, որտեղ այնուամենայնիվ քաղաքական գործընթացի մարդ եմ, իսկ քաղաքականությունը որոշակի առումով պարտադրում է նաև կոմպրոմիսներ եւ այդ թվում ճկունություն ունենալ։ Իրավիճակը պետք է գա, որ ասեմ այստեղ կոմպրոմիսի չեմ գնա, բայց ել եմ ասում, ցանկացած պարագայում, եթե այդ կոմպրոմիսից չգնալը օգուտ լինելու է մենակ ինձ, դա չեմ օգտագործի, էլի, եթե այդ կոմպրոմիսին գնալու օգուտ պետք է լինի շատ մարդկանց, անգամ իմ անձնական ինչ-որ բանը, այսպես ասած, նսեմ մասնելու միանշանակ դա կանեմ։ Ձեր կյանքի վրա մեծ ազդեցություն թողած մի անսպասելի հանդիպում։ Այդ ամենավատ հարցն է, բայց չեմ պատասխանելու այդ հարցին։ Կա, բայց այդ հանդիպում։ Բայց կարամ ասեմ, որ ինքը տենց կնոջ հետ է կապված, այսպես ասած, անձնական հարաբերությունների կոնտեքստում է, բայց այդքանով կսահմանափակվեմ, էլ չեմ ասում։ Եթե հնարավորություն ունենայիք մեկ անկեղծ պատասխան ստանալ ցանկացած քաղաքական գործիչ, ում կհարցնեիք, հարց տայիք ու անկեղծ պատասխան ակնկալեիք։ Իրականում ես չէի անկնկալ այդ մարդուց անկեղծ պատասխան, բայց ես կուզեի իրան մի քանի հատ հարց տալ, եւ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ձեր թիմում երբևէ ճշմարտությունն ասելու համար թանկ նստել է այդ ճշմարտությունը ձեզ վրա, եւ որ դրվագն է, կհիշեք։ Ես չի ասի, որ թանկ, պետք է հասկանանք թանկ ասելով ինչ է նշանակում, բայց եղել են դեպքեր, երբ որ ես իմ պատկերացած ճշմարտությունը բարձրաձայնել եմ եւ փորձել եմ հիմնավորել, եւ թիմակիցներիս կողմից միանշանակ չի ընդունվել դա, տենց վիճվել ենք իրար հետ, մի քիչ չենք խոսացել իրար հետ, հետո մի քիչ չենք խոսացել, բայց հետո ընթացքում կամ իրանք են համոզվել, որ ես ընդհանրենք ճիշտ էի, կամ ես եմ եկել եզրահանգման, որ իմ պնդվածը այդքան էլ ճիշտ չի եղել։ Քաղաքականության մեջ հումորը պարտադիր է։ Հումորը, այդ թվում սարկազմը, կարծում եմ, միանշանակ, եւ դրան պետք է շատ դրական վերաբերվել։ Ձեր քաղաքական կարիերայից մի դրվագ, որ հիշելիս միշտ ծիծաղում եք։ Որ հիշելիս միշտ ծիծաղում եմ։ Ճիշտն ասած, հիմա մի կողմից, որ ես ձեր մատնանշած հյումորվա դեպքերը ասում եք, մի կողմից իհարկե լացս է գալի, ոնց կարելի է ընկնել նմանատիպ խայտարակ իրավիճակ մեջ, բայց մյուս կողմից է խնդալես է մեկն գալի։ Օղի ընկերների հետ, թե տակ, թե սիրելիի հետ անտառում։ Եթե այդ հարցը տայք մի ամիս առաջ, միանշանակ կասեի օղի ընկերների հետ, բայց հիմա իրականում երևի թե ավելի շատ զարմանալի բան ասեմ, մենակություն, գիրք երաժշտություն
կինո, օղի ինչու համար չեմ ասում, որովհետև հնարավորություն է սա ասում։ Լիքը մարդ զարմանալը բացարձակապես չեմ օգտագործում արդեն բավականին երկար ժամանակ։ Գյումրիի դեպքերից հետո։ Չէ։ Եթե տենց հստակ եք ուզում իմանալ, անցած ամսվա ապրիլի 20-ից։ Ինչ որ դեպք է եղել, որ որոշել։ Չէ, եկել եմ այն եզրահանգման, որ որոշակի առումով չարաշահում եմ եւ որոշակի առումով դա ինձ խանգարում է, այդ թվում նաեւ վատ մարդկանց հնարավորություններ է տալի կոմպրոմանտներ հավաք։ Չէ, կոմպրոմատի բան չկա։ Գյումրիից հետո ինչ կոմպրոմատ եք ուզում այլ ամենալավ կոմպրոմատը այդ է փաստացի։ Չէ, հնարավորություն է տալի այդ բանը օգտագործելով, չեմ ուզում ասեմ, տենց վատություն բառը էլի, այդ տենց ոնց ասեմ, ծակել էլի, ծակել, կծել բան, տենց էլի այդ կոնտեքստ։ Այդ հնարավորությունը չեմ տալու այլևս, էլի, բայց հակադարձելու եմ ապագայում։ Ընկերներ թե կուսակիցներ։ Վայ, դե մեր կուսակցությունը նենց է ստացվել, որ ընկերների բավականին մեծ մասը իրականում կուսակցական է, բայց այնպես չի, որ գերակշռող է, 50 իրավիճակը գիտի, հետո այդ տարիների ընթացքում իրականում այս ընկերությունը ով որ օրինակ կուսակցական չի, կուսակցականներ հետ է անգերացել, տենց էլի տարանջատել Լևոն Տեր-Պետրոսյան թե Նիկոլ Փաշինյան։ Միանշանակ Նիկոլ Փաշինյան։ Ռոբերտ Քոչարյան թե Սերժ Սարգսյան։ Լավ հարց է եւ ես ձեզ անկեղծ կպատասխանեմ Սերժ Սարգսյան միանշանակ այդ համեմատության մեջ։ Սահմանադրություն, հարևանություն թե խաղաղություն։ Սահմանադրություն, հարևանություն թե խաղաղություն, բոլորը իրար հետ։ Օրենսդիր թե գործադիր։ Օրենսդիր, ներկայումս։ Դեղագետ Վիլեն Գաբրիելյան թե քաղաքական գործիչ Վիլեն Գաբրիելյան։ Ցավոք սրտի դեղագետ Վիլեն Գաբրիելյանը ժամանակին երևի շատ կուզեր լավ դեղագետ լինել, բայց կյանքը այնպես է դասավորվել, որ չի կարողացել լավ դեղագետ դառնալ, բայց կարծում եմ գնում այն ճանապարհով, որ այլ ավելի լավ քաղաքական գործիչ դառնա, աշխատում է իր վրա։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։